Բարի ուշ գիշեր, հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, ժամի վերջին իրադարձությունների մասին նախամարոտ։ Պատերազմ առանց կարմիր գծերի, թիրախում ամբողջ տարածաշրջանն է, ռազմական օբյեկտներից, օդանավակայան, երկնաքերեր ու բնակելի շենքեր, քանի զոհի մասին է խոսում Իրանը, ինչ վիճակ է օդանավակայանների չվատախտակներին, ԱՄՆ-ն ու Իսրայելը խոսում են լայնամասշտաբ պատերազմի մասին, իրադարձությունների զարգացման ինչ սցենարներ է կանխատեսում փորձագիտական դաշտը, Իրան, Իսրայել, ԱՄՆ ու Հայաստան, Մերձավոր Արևելյան կրակի կայծը կհասնի Հայաստան և ինչ արձագանք է տվել միջազգային հանրությունը։ Քիչ առաջ նախ իսրայելական, ապա ամերիկյան լրատվամիջոցները գրեցին, որ սպանել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, թե նրա մարմինը գտել են։ Ավելի վաղ Իրանի մշակույթի նախարարը հայտարարել էր, թե հոգևոր առաջնորդի ուղերձը հետաձգվում է։ Իրանի կարմիր մահիկը հայտնել է, որ Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակումների պատճառով կա առնվազն 201 զոհ, 747 վիրավոր։ Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Մեյսամ Մոզաֆարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ժամանակ մահացել են Իրանի գերագույն առաջնորդի Փեսան ու Հարսը։ Տեղեկությունը այլ պաշտոնյաներ ոչ հաստատել են, ոչ հերքել։ Համացանցում տարածվում են Իրանի հոգևոր առաջնորդի նստավայրի փլուզման արբանյակային կադրերը։ Ֆարս լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները գերազանց առողջական վիճակում են, այդ թվում նախագահ Մասուդ Փեզեշքյանը, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ իրանցի գրեթե բոլոր պաշտոնյաները ողջ են և անվտանգ վայրում։ Նրա խոսքով հնարավոր է զոհվել է 1-2 հրամանատար։ Արաղչին նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին։ Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Իրանը կշարունակի վճռականորեն և առանց հապաղելու իրացնել ինքնապաշտպանության իր իրավունքը, մինչև ագրեսիան լիովին և անվերապահորեն դադարեցվի։ Նախարարի խոսքով Իրանի զինված ուժերը կգործածի բոլոր անհրաժեշտ պաշտպանական հնարավորություններն ու միջոցները այս հանցավոր ագրեսիային դիմակայելու և թշնամական գործողությունները կանխելու համար։ Տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաները, օբյեկտները և ակտիվները կհամարվեն օրինական ռազմական թիրախներ, հայտարարել է Արաղչին։ Իրանը շարունակում է պաշտպանել իրեն և այդ ճանապարհին կարմիր գծեր չկան, հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նա շեշտել է, որ Իրանի հարվածները տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախներին օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։ Տարածաշրջանի ցանկացած կետ, որը ԱՄՆ-ն կգործածի երկրի դեմ ագրեսիայի համար, կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ։ Թասնիմ լրատվական գործակալության տվյալով Իսրայելի վրա արձակված իրանական հրթիռների ավելի քան 90%-ը հասել է իրենց նպատակակետերին։ Ըստ Telegram ալիքներում շրջանառվող լուրերի, Իրանը մինչև այս պահը տարածաշրջանում թիրախ է դարձրել ամերիկյան 14 ռազմաբազա։ Ավելի վաղ Իրանը հայտարարել է, որ թիրախ է դարձրել Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական օբյեկտները։ Տեղական Ֆարս գործակալության հաղորդմամբ Իրանի թիրախում են Կատարի Ալ-Ուդեյդ, Քուվեյթի Ալ-Սալեմ, Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա և Բահրեյնում գտնվող ամերիկյան 5-րդ բազաները։ Իրանական հրթիռը հասել է Սիրիայի Էլ-Սուվեյդա շրջան։ Իրանը հարվածել է նաև Միացյալ Նահանգների Հորդանանում տեղակայված ռազմաբազային։ Քուվեյթում Հայաստանի դեսպանատունը քաղաքացիներին հորդորել է հետևել պաշտոնական ցուցումներին, իսկ թռիչքների հետաձգման հարցերի վերաբերյալ ավիափոխադրող ընկերությունների ծանուցումներին։ Քուվեյթի օդանավակայանը հայտնվել է իրանական անօդաչուների թիրախում։ Ավելի վաղ հայտարարել են, որ Քուվեյթի օդանավակայանը փակվել է, իսկ տրանզիտ գոտում գտնվող ուղևորները սպասում են, մինչև հնարավոր լինի դուրս գալ կամ այլընտրանքային լուծում գտնել։ Չեղյալ են հայտարարվել Երևան-Աբու Դաբի, Երևան-Դուբայ չվերթերը։ Տուրիստական գործակալություններից մեկի տնօրենը գործընկերոջս հայտնել էր, որ Աբու Դաբիից Երևան թռիչքը ճանապարհի կեսից վերադարձել է, իսկ Երևան-Դուբայ երթուղին նույնպես նստեցումից հետո չեղյալ են հայտարարել։ Քուվեյթի օդանավակայանում հայերը սպասում են հայրենիք վերադառնալու իրենց ժամին։
ABC մեդիան կապ է հաստատել նրանցից Սևան Շիրվանյանի հետ։ Նա պատմում է հետաձգված թռիչքի, պայթյունի եւ իրենց վիզաների մասին։ Բարև ձեզ, մենք առավոտյան ժամը 8:30 կողմերը եղանք Քուվեյթում, որից հետո շարունակական թռիչք ունենք դեպի Երևան, ժամը 10-ի մոտ էր, սակայն ինքնաթիռի մեջ մեզ հայտարարեցին, որ չենք կարող շարունակենք, մոտ 1 ժամից հետո մենք իջանք ինքնաթիռից, նորից սպասա սրահ եւ գրեթե տենց օրվա երկրորդ կեսեր, որ շատ ուժեղ պայթյուն եղավ մեր կողքի շենքում, տերմինալում եւ մինչև երևի թե դրանից հետո խուճապի մատնեցին ժողովուրդը, մենք իջանք, մեզ իջեցին առաջին հարկ, երկար ժամանակ հատակին նստած, ինչպես տեսնում եք, հետո կանչեցին Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի քաղաքացիներին եւ հատուկ կարգից հետո տրվեց իրենց ժամանակավոր վիզա մուտքի համար։ Հրթիռների մի բաժին էլ հասել է Դուբային, հրդեհ է բռնկվել Դուբայի հյուրանոցներից մեկում եւ բնակելի շենքերից մեկում։ Պայթյուններ են որոտացել նաև Դուբայի հանրահայտ երկնաքերերի Բուրջ Խալիֆայի շրջակայքում։ Sí, ahí pegó. Uy, chico, ahora sí se puso. ¿Qué pegó? Le tiraron. No. ¿A qué le pegó? Bueno, muchachos. ¿A qué le pegó? A Burj Khalifa. Me estás jodiendo, boludo. Mirá la grúa, boludo. ¿Se mueve la grúa? No. ¿La grúa que está en el edificio? No veo nada yo. ¿A dónde está el avioncito, boludo? Ya se fue. Ahí está. Bajó, Ahí se vio. boludo. Ahí se vio. Mirá el humo. ¿A dónde, boludo? Mirá, dale, No, parate, dale. boludo. Dale. Qué locura, amigo. Տարբեր երկրների օդանավակայաններում չվատախտակները գլխիվայր շուռ են եկել։ Շարժա Երևան չվերթը կայացել է, իսկ Երևանից շարժա մեկնող օդանավը փորձել է այլ երթուղով հասնել Էմիրություններ, սակայն Թուրքմենստանի օդային տարածքից վերադարձել է Երևան։ Տուրիստական գործակալության ներկայացուցիչ Տիգրան Հակոբյանը գործընկերոջս հայտնել է, որ ենթադրվում է այդ պահին Էմիրությունների օդային տարածքը փակվել է, իսկ Շրի Լանկայից Հայաստան վերադարձողների համար Իրանում սկսված պատերազմն ու տարբեր երկրների օդային տարածքների փակումը լուրջ խնդիր է առաջացրել։ Նրանք մնացել են Քուվեյթի օդանավակայանի տրանզիտ գոտում։ Վիզային սահմանափակումների պատճառով նրանք չեն կարող լքել տրանզիտ տարածքը։ Հակոբյանի փոխանցմամբ արդեն կապ են հաստատել համապատասխան կառույցների եւ դեսպանատան հետ ուղևորների տեղավորման հարցը լուծելու նպատակով։ Հիշեցնեմ, որ Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը եւ Արաբական Միացյալ Էմիրություններն ամբողջությամբ փակել են իրենց օդային տարածքը։ Սիրիան մասամբ է փակել։ Իրանում ու Իսրայելում գտնվող հայերը նույնպես թիրախային գոտում են, Թել Ավիվում հայերը ապաստարանում են, իսկ Թեհրանի հայ համայնքի հետ կապ հաստատել չի հաջողվում, ինտերնետ չկա։ Միայն տեղեկություններ են տարածվել, որ պայթյուններ են եղել Թեհրանի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու մոտ։ Հարվածել են նաև Թեհրանի 72-րդ հրապարակի հայկական Նարմակ թաղամասում գտնվող Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նստավայրին։ Մանրամասները ռեպորտաժում։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը թիրախավորել են Իրանի մոտ 10 քաղաքներ, որոնցից 3-ում Թեհրանում, Սպահանում եւ Թավրիզում հայերը շատ են։ Ընդհատված հաղորդակցական կապերի եւ ինտերնետի բացակայության պատճառով հայ համայնքի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Բացի այն, որ Թեհրանում թիրախավորվել է հայկական եկեղեցու հարակից տարածքը։ Ես հիմա այդպես ստույգ լուրջ չեմ կարող ասեմ համայնքի մեջ ինչ վիճակատիրում եւ այլն։ Գիտեմ միայն, որ առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում թիրախավորել են մի քանի օբյեկտներ։ Տեղի հայ համայնքը ամենամեծ քրիստոնյա համայնքն է, մոտ 150,000 հայ է ապրում Իրանում, որոնց կեսից ավելին բնակվում են ռմբակոծվող Թեհրանում եւ հարակից Սպահանում։ Դե Թեհրան եւ Իսֆահան ամենաշատ տենց
խտությունը կա հայության բնակեցման առումով, այ շատ կա այդ երկու քաղաքներում, նաև Թավրիզ Ուրմի հետրանք են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն առավոտյան հայտարարություն տարածեց Իրանում եւ Իսրայելում բնակվող հայերին կոչ անելով զգոն լինել։ Իրանում եւ Իսրայելում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները եւ հետեւել պաշտոնական ցուցումներին։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է իրավիճակի մշտադիտարկումը եւ ըստ անհրաժեշտության հանդես կգա տեղեկատվության թարմացմամբ։ Այս պահին հասանելի չեն Սփյուռքի հետ Հայաստանի կապն ապահովող կառույցները, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը եւ արտգործնախարարությունը։ Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է։ Անհասանելի է Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության թեժ գիծը, որը գործարկել էր Հայաստանի արտգործնախարարությունը հայերին հորդորելով անհրաժեշտության դեպքում զանգահարել։ Սեդա Գյուրեղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Թեհրանի Պաղեստինի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել հաջակցություն կառավարության։ Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։ Թել Ավիվում առավոտից պարբերաբար ազդանշաններ են հնչել, առաջին ազդանշանը հնչել է ժամը 8-ին, բայց դա ներքին ռազմաճակատի հրամանատարության նախազգուշացումներ։ ABC Media-ի հետ զրույցում ասել է Իսրայելի բնակիչը։ Նրա խոսքով ներկայումս վնասներ կամ զոհեր չկան, քանի որ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը որսացել է բոլոր հրթիռները։ Տեղի ունեցողին արձագանքում են ոչ միայն տարածաշրջանային խաղացողները, այլև գերտերություններն ու միջազգային կազմակերպությունները։ Զգուշացնում են, դատապարտում են ու պահանջում դադարեցնել հարվածները։ Միջազգային հանրության, տարածաշրջանի ու աշխարհի հիմնական խաղացողների հայտարարությունները մեկտեղել ենք տեսանյութում։ Փետրվարի 28-ին Իրանի ժողովուրդն արթնացավ պայթյունների ձայնից։ Թրամփը տեսաուղերձ է հրապարակել, ասելով, որ Միացյալ Նահանգներն ընդդեմ Իրանի ռազմական լայնամասշտաբ օպերացիա է սկսել ու այն անվանել էպիկական ցասում։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ դրանք անվանել է կանխարգելիչ հարվածներ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։ Իսրայելի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցներին հանձնարարվել է անցնել պատրաստվածության ամենաբարձր մակարդակի եւ գործողությունները տեղափոխել անվտանգ տարածքներ։ Մի շարք երկրներ արդեն իսկ սկսել են արձագանքել կատարվողին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին հորդորել է լքել Իրանի տարածքը եւ զգոնություն պահպանել ամբողջ Մերձավոր Արևելքում։ Մեծ Բրիտանիան, Կանադան, Չինաստանը, Հնդկաստանը եւ Լեհաստանը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Իրանի տարածքը, եղել են նաեւ կոչեր դիվանագետներին դուրս բերելու վերաբերյալ անվտանգության նկատառումներով։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմի բռնկումը լուրջ հետևանքներ կունենա խաղաղության եւ միջազգային անվտանգության համար։ Ռուսաստանի արտաքին գործերի գերատեսչությունը Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումներն Իրանի վրա, նշելով, որ իրավիճակը պետք է վերադառնա քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղի։ Ավելին, գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ միջազգային հանրությունն անհապաղ պետք է օբյեկտիվ գնահատական տա անպատասխանատու գործողություններին, որոնք տարածաշրջանում հետագա ապակայունացման վտանգ են ստեղծում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։ Նա նաև զրուցել է Իրաքի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Սիրիայի, Եգիպտոսի եւ Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նախարարները կենտրոնացել են հարձակումները դադարեցնելու վրա ձեռնարկվող քայլերի վրա։ Իսկ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մերժել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միակողմանի ռազմական գործողությունները, որը նրա խոսքով սրում է լարվածությունը եւ նպաստում է ավելի անորոշ եւ թշնամական միջազգային կարգի ձևավորմանը։ X-ում կատարած հայտարարության մեջ Սանչեսը նշել է, որ մերժում է նաեւ Իրանի կառավարության եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները։ ԵՄ ինստիտուտների ղեկավարների Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ մտահոգության առարկա են։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թուրքը դատապարտել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հարվածները, կոչ անելով բոլոր կողմերին վերադառնալ բանակցություններին եւ նշելով, որ հարձակումները կհանգեցնեն միայն մահվան, ավերածությունների եւ մարդկային տառապանքի։ Քաղաքացիական անձանց համար սարսափելի հետևանքները կանխելու համար նա կոչ է արել կողմերին զսպվածություն եւ խելամտություն ցուցաբերել եւ թույլատրել լարվածությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարն էլ կարծում է, որ մերձավոր արևելքում ռազմական էսկալացիան վտանգավոր շղթայական ռեակցիա է հրահրում ամբողջ տարածաշրջանում։ Սպոլիարիչը կողմերին կոչ է արել հարգել պատերազմի կանոնները եւ դրսեւորել քաղաքական կամք հետագա մահերն ու ավերածությունները կանխելու համար։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրանում ներկայումս սրացումը երկրի իշխանությունների մեղքն է, հավելելով, որ Կիևը կանգնած է Իրանի ժողովրդի կողքին եւ կրկնում է այնտեղ իշխանափոխության կոչերը։ Աշխարհի երկրները փորձում են զգուշություն պահպանել, Կատարը փակել է իր օդային տարածքը, իսկ Դուբայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։ Թրամփը զրուցել է Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Իսկ ինչ է կանխատեսում փորձագիտական դաշտը։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով Իրանի դեմ ռազմական գործողությունները զուգորդվելու են երկրի ներսում անկայունության, տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ եւ մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացման ուղղված քայլերի բացակայությամբ։ Քաղաքագետը ներկայացրել է իրադարձությունների զարգացման հավանական սցենարներ։ Հրթիռներ, պայթյուններ, հրդեհ ու զոհեր, Իսրայելից Իրան, Իրանից Իսրայել ու բոլոր այն երկրներ, որտեղ ամերիկյան ռազմական օբյեկտներ կան, արդեն մի քանի ժամ է չեն լռում հրթիռների ձայները։ Ինչ սցենարներ են ուրվագծվում Իրան Միացյալ Նահանգներ Իսրայել պատերազմի համատեքստում, պատերազմը երկարատև է, թե մի քանի խնդրի կայծակնային լուծման տարբերակ։ Կունենա այն դրական ավարտ կամ առհասարակ ինչ ավարտ կունենա։ 4 սցենար է ներկայացնում քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը, վերլուծում ինչպիսի հետևանք կունենա այս հակամարտությունը տարածաշրջանի, մանավանդ Հայաստանի վրա։ Քաղաքագիտական առումով 4 սցենար են կանխատեսում, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի տեղի ունենալ։ Դա Իրանի ներսում զուգակցվելու է, կամ զուգորդվելու Իրանի ներսում ներքին անկայունության ստեղծմամբ պարտադիր տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամերի ստեղծմամբ եւ ամենավտանգավորը մարդկանց կյանքին սպառնացող վտանգների չեզոքացման ուղղված քայլերի բացակայությամբ։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի նպատակը Իրանը թույլատնելն է ոչ միայն ռազմական գործողությամբ, այլ նաև ներքին պառակտում հրահրելով։ Այս նպատակով Վաշինգտոնն ու Թել Ավիվը կարող են գործածել Իրանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Իրանին պիտի ներքաշեն փուլ առ փուլ կամ հետսադամյան Իրաքի սցենարն է։ Մասնատման եւ պիտի տանեն այդ պետության ֆեդերալիզացիայի քրդական շրջաններից սկսած Բալուչեստանի շրջան, Խուզեստանի շրջան, այսինքն դիմադրության օջախները միաժամանակ այս ունիտար պետության, այս միասնական պետության մի քանի կետերում միաժամանակ ակտիվացնելու։ Երկրորդ սցենարն ըստ քաղաքագետի վատագույն սցենարն է, որը Հայաստանի եւ տարածաշրջանի համար չկառավարվող ռիսկեր է պարունակում։ Դա լիբիական սցենարի կրկնությունն է, երբ Իրանի ներսում տեղի ունենում 2-3 գլխավոր թևերի միջև պատերազմ եւ յուրաքանչյուր թև ունենում է իր արտաքին հովանավորին եւ այս պրոտեժեների արկայության պայմաններում մարդիկ հնարավորություն չեն ունենում պարզապես հասկանալ երկրի ինչ հեռանկար ունի կամ ինչ ուղղությամբ է գնում։ Դա հանգեցնելու բնականաբար թե առաջին թե երկրորդի դեպքում էլ թե իրաքա-սիրիական կամ լիբիական սցենարի դեպքում խոսքը գնում է քաղաքացիական բախումների եւ աստված ներասի քաղաքացիական պատերազմի մասին։ Գասպարյանի ներկայացրած երրորդ սցենարը տարածաշրջանային պատերազմի մասին է։ Ըստ նրա, դրա ազդանշաններն այս պահին արդեն երևում են։ Արդեն սոցիալական որոշ երկրներում, մասնավորապես Իրանի հետ ծովային սահմաններ ունեցող անմիջական իրենց քթի տակ գտնվող երկրները, խոսքը վերաբերում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, այդտեղ գոյություն ունեցող ամերիկյան ռազմաբազաների ակտիվ թիրախավորումը, ակտիվ ռմբակոծությունը։ Արդեն Քաթարում ամերիկյան ավիաբազայի նկատմամբ հրթիռները արձակվել են, դեռ չեմ խոսում, որ վերջին մեկ ժամվա ընթացքում Իրանը ինտենսիվորեն իր
հրթիռային արսենալը բաց է թողել։ Որ Իրանը իսկապես պատրաստ էր յուրաքանչյուր սցենարի ու դասեր էր քաղել 12-օրյա պատերազմից, ըստ Գասպարյանի եւ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը գիտեին։ Այս պետություններն 8 ամսվա ընթացքում փորձեցին ստեղծել տպավորություն, թե Իրանը վայրկյանների ընթացքում ծնկի կգա, սակայն Իրանը կարողացավ հակառակն ապացուցել։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Reuters-ը X-ի պաշտոնական էջում հերքել է Խամենեի մահվան լուրը։ Ցանկացած պնդում, թե Reuters-ը հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության մասին, կեղծ է։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը նշում է, որ Իրանի նկատմամբ իսրայելա-ամերիկյան հարվածները պետք է դիտարկել ոչ միայն ռազմական անվտանգային, այլև գեոտնտեսական հարթությունում։ Առաջին առանցքը Հորմուզի նեղուցն է։ Այդտեղով անցնում է համաշխարհային նավթի մատակարարումների մոտ 20-ից 25% եւ հեղուկացված բնական գազի մինչեւ 30%։ Սա գլոբալ էներգետիկ շուկայի սեղման կետն է։ Իրանը բազմիցս սպառնացել է դրա հնարավոր բլոկավորմամբ։ Եթե Վաշինգտոնը հասնի Իրանի քաղաքական ռեժիմի փոփոխության, ապահովելով վավերացնել 1982 թվականի ՄԱԿ-ի ծովային կոնվենցիան, ապա իրավական հարթությունում կսահմանափակվի Թեհրանի կարողությունը խոչընդոտելու նավարկությունը։ Տարածաշրջանում տեղի ունեցած հարձակումների ֆոնին որոշ խոշոր նավթային եւ առևտրային ընկերություններ դադարեցրել են Հորմուզի նեղուցով առաքումները։ Իրանն ամբողջությամբ փակել է Հորմուզի նեղուցը։ Տեղական աղբյուրները գրում են, որ նեղուցում այժմ կուտակվում են նավթ եւ գազ տեղափոխող նավեր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Մենք շարունակելու ենք աշխատել արտակարգ ռեժիմով։ ABC լուրերը առավոտյան ժամի 9-ին եթերում կլինի, Սվետլանա Պետրոսյանը կաշխատի տաղավարում։ Բարի գիշեր։